Դուք չեք պատկերացնի ինչքան մարդ կա, որ ոչ մի նոր բան չի ձեռնարկում, որտեղ վախենում է, որ կարողա չստացվի։ Եվ այտենց էլ ինքը երբեք չի իմանալու։ Ի վերջո, եթե ձեռնարկեր, եթե փորձեր, ստացվելու էր թե չէ։ Ինչքան մարդիկ կան, որ ոչ մի նոր բան չեն ձեռնարկում, որտեղ վախենում են, իրենց մտքում արդեն կառուցում են մի բան, որից վախենում են։ Օրինակ, ասենք, հարևանը կգա կծաղրի, կասի, ես ինչ ես անում։ Մենակ այդ միտքը մարդուն արդեն պարալիզացնում է եւ մարդը ոչ մի նոր բան չի ձեռնարկում։ Եվ ինչքան մարդ կա, որ էլի ոչ մի բան չի ձեռնարկում, որտեղ մտածում է, որ իր գիտելիքները բավարար չեն։ Հետո նայում է տեսնում է իր գիտելիքների 1% ունեցող մարդիկ ձեռնարկում են եւ հաջողում են, բայց էլի մարդը համարում է, որ դեռ ինքը բավարար գիտելիք չունի, դեռ էլի պիտի սովորի, դեռ էլի պիտի մի տեսություն սովորի, որ մի քայլ անի։ Եվ այտենց էլ կյանքում արդեն դառնում է 160 տարեկանը, այտենց էլ ոչ մի քայլ չի անում։ Սպասում են կատարելության, որը երբեք չի գալի, որտեղ չկա կատարյալ բան։ Կատարելության հասնում են փորձելով, սխալվելով, կոփվելով, չեն հասկանում սա մարդիկ։ Քայլ չեն անում, որտեղ սարսափում են անհաջողությունից։ Հանկարծ եթե իրանք անհաջողության մատնվեն, դա իրանք համար մահ է։ Իրանք ուզում են իրանք կենսագրության մեջ հաջողության պատմություններ լինեն եւ նախընտրում եմ ունենալ 3 հատ հաջողության պատմություն, քան 3000 հատ հաջողության պատմություն, որի կողքը կլինի նաեւ 100,000 հատ անհաջողության պատմություն։ Գերադասում են չհաջողել, մենակ հանկարծ անհաջողություն չունենան։ Սա ողբերգություն է, մարդիկ չեն փորձում, մարդիկ մահանում են կույս։ Սխալներ անելը համարում են խայտառակություն, երբ որ սխալներ անելը ամենանորմալ բանն է։ Ձախողված փորձը համարում են խայտառակություն։ Եղբայր, պետք է փորձես, պետք է ձախողվես, որ հասկանաս ճիշտը որն է։ Պետք է քայլ անես։ Հնարավոր չի գիրք կարդալով հեծանիվ քշել սովորել։ Գիրք կարդալով, չգիտեմ, լող սովորել։ Դու պետք է net ընկնես քցվես ջուրը։ Ջրի մեջ դու պետք է լողալ սովորես։ Ու այո, առաջի մի քանի օրը ծիծաղելի շարժումներ ես անելու։ Դա նորմալ է, նորմալ։ Դուք չեք պատկերացնում, թե աշխարհի քանի տոկոսն է համոզված, որ ինչ որ բան, որ իր երազանքն ա եղել, անելու համար արդեն ուշ է։ Հասկացեք, դա մարդկանց մեծ մասն է։ Ու եթե արդեն ուշ չի, ուրեմն դեռ շուտ է։ Երբեք այդ մարդկանց համար ժամանակը չի։ Ասենք մարտ ամիսն է, դե արդեն գարուն է, սպասենք մինչև աշունը գա։ Աշունը գալիս է տենց մի հոկտեմբեր, նոյեմբերին արդեն ուշ է, սպասենք մինչև գարունը գա։ Ես տենց մարդկանց ճանաչել եմ տասնյակներով։ Ամեն անգամ գարնանը ասել են աշունը կանենք, աշունը ասել են գարնանը կանենք։ Ձմեռն անցնի անենք, գարունը գա անենք, ամառը գա անենք, աշունն անցնի անենք։ Մարդիկ ի վիճակի չեն վերահսկել իրենց ծուլությունը։ Ծուլանում են մարդիկ, չեն ուզում աշխատեն։ Մարդիկ ի վիճակի չեն իրենց ցանկությունները կառավարել, հասկանալ, որ եթե այս պահին դու ինչ-որ մի բան ուզում ես անես, մյուս պահին էլ չես ուզում անել, մենակ ուզել չուզելով չի, մեկ-մեկ պետքա անել նույնիսկ եթե չես ուզում եւ չանել նույնիսկ եթե ուզում ես։ Մի փոքր կամքի ուժ, մի փոքր կառավարում, սեփական ցանկությունների կառավարում։ Մարդիկ չեն ուզում նույնիսկ մի ասեղիցերի չափ ջանք թափեն վատ սովորությունից հրաժարվեն։ Ծխում են ամբողջ կյանքում եւ ոչ մի անգամ փորձ չեն անում, գոնե փորձեն, թարգել այդ անտեր ծխելը։ Չէ որ դա քեզի ստանում է քո ռեսուրսը, ախր մենակ առողջությունը չի։ Քո կյանքի ժամանակն է, քո կյանքի որակն է, քո փողն է, քո ապագան է։ Դու վառում թափում ես քո կյանքը, որը մի հատ է, մի հատ կյանք է։ Վերջացավ, մեռնելու ես ու էլ շատ երկար ժամանակ ծնվելու մասին հույս մի ունեցի։ Չես ծնվելու էլ։ Դուք չեք պատկերացնում ինչքան մարդ ոչ մի քայլ չի անում, որտեղ վախում է, որ կարող է մերժվի։ Եթե մի հատ մերժում ստանա, կգնա 3 տարի կընկնի դեպրեսիայի մեջ։ Այդ մարդկանց քանակը շատ է։ Դուք չեք պատկերացնում ինչքան մարդ, նույնիսկ եթե մի փոքր քայլ էլ անում է, անընդհատ ինքը իրան թունավորում է իրան ուրիշների հետ համեմատելով։ Բա ես սենց եմ, այն մարդը արդեն սենց է, այն մարդը արդեն ինձնից առաջ է։ Երբ որ աշխարհը չափազանց մեծ է, կյանքը չափազանց հարուստ է, որ դու քեզ համեմատես ուրիշների հետ։ Դու քեզ ինքդ քո հետ համեմատի։ Դու համեմատի այն ինչ որ դու կարող ես անել եւ չես անում, կամ կարող ես անել եւ պիտի անես։ Դու դրանք համեմատի։ Դու քեզ ինքդ քեզ քո հետ համեմատի։ Դու գործ չունես ուրիշների հետ։ Ուրիշների հաջողությունը չի նշանակում, որ դու անհաջողության ես մատնվելու։ Կյանքի օրենքները լրիվ ուրիշ են։ Բոլորը կարող են միասին հաջողել։ Բոլորը կարող են միասին անհաջողության մատնվել։ Եվ շատ հաճախ ուրիշի հաջողությունը շատ ավելի հավանական է, որ ուրիշի հաջողությունը կօգնի, որ դու էլ հաջողության հասնես, քան եթե ուրիշը անհաջողության մատնվի։ Այդ պատկերացումը, որ տորթը ունի 10 կտոր, եթե ես ուտեմ ուրիշը չի ուտի, եթե ուրիշը ուտի ինձ չի մնա, այդ պատկերացումները
նախնադարյան պատկերացումներ են։ Չկա այդպիսի իրականություն այլևս։ Ռեսուրսները շատ են, բարիքները շատ են։ Ուրիշի հաջողությունը նշանակում է բարիքի ավելացում, որը դու կարող ես վերցնել, եւ քո հաջողությունը նշանակում է բարիքի ավելացում, որը բոլորի համար է։ Վերջապես դուք չեք պատկերացնի, թե ինչքան մարդ է համարում, որ իրենից ոչ մի բան կախված չի։ Երբ որ միակ բանը, որից կախված է ձեր կյանքը, ձեր առօրյա գործողություններն են։ Այսօր դուք ինչ կանեք, վաղը ինչ կանեք։ Այս ամեն ինչի իմաստը ինչն է, ինչու եմ ես այս թեմայի մասին խոսում։ Որ սիրելի բարեկամներ, եթե դուք փորձեք ինչ որ մի նոր գործ անել, ինչ որ մի նոր բան ձեռնարկել, ինչ որ մի նոր հմտություն սովորել, ինչ որ մի նոր մեծ նպատակ դնել եւ փորձել քայլել դեպի ձեր նոր նպատակը, դուք մրցակցելու եք ոչ թե մարդկանց 100%-ի հետ, այլ ընդամենը չնչին 1%-ի հետ, 1-2%-ի հետ, որտեղ մնացած 98%-ը չի էլ փորձում, երբեք չի փորձում։ Մարդիկ, որոնք կարող էին ձեր մրցակցության մեջ ձեզ հաղթել, իրենց մեծ մասը մրցույթի չի մասնակցում, որ մի հատ էլ հաղթի կամ պարտվի։ Մրցույթը իրականում շատ ավելի հեշտ է, քան դուք մտածում եք, որովհետև մարդկանց մեծ մասը վախենում է, չի մասնակցում մրցույթին։ Վախենում է, ասեցի, մերժումից, վախենում է ուրիշները ինչ կմտածեն, վախենում է խայտառակությունից, վախենում է պարտությունից, չի փորձում։ Ուստի եթե հիմա դուք լսեցիք, հասկացաք ես ինչ նկատի ունեմ, դուրս եկեք, փորձեք, գնացեք դեպի ձեր երազանքը։ Հավատացեք, դա զգալիորեն ավելի հեշտ է, քան դուք տանը նստած ձեր մտքերի մեջ դա պատկերացնում եք։ Գնացեք, փորձեք, դուք կհասկանաք, որ առաջին քայլը անելուց հետո լրիվ այլ իրականություն եք հայտնաբերել։ Դուք կտեսնեք, որ ձեր պատկերացումները, ձեր մտքի մեջ կառուցած այդ սցենարը իրականում գոյություն չունի։ Առաջին քայլը արեցիք, ամբողջը կփլվի ձեր պատկերացումների հետ, այդ ամբողջ այդ կառույցը։ Երկրորդ քայլը արեցիք, երրորդը, չորրորդ քայլի ժամանակ դուք կհասկանաք, որ իրականությունը բոլորովին այլ է։ Խնդիրներ, որոնց մասին դուք մտածում եք, իրականում չկան։ Այն խնդիրը, որի մասին դուք մտածում եք, ոնց պիտի լուծեք, եթե ստացվի, դա չկա։ Դա չկա, դուք անիմաց 3 տարի մտածել եք ոնց լուծեք մի խնդիր, որը չկա։ Եվ կլինեն նոր խնդիրներ, որոնք դուք պիտի լուծեք, որ չեք մտածել դրանց մասին։ Մինչև քայլը չանես, դու չես իմանա ինչա քեզ սպասում։ Փորձեք։